Դեժավյու Պրահայից Տիրանա 2.5 տարվա տարբերությամբ։ Հիմնական կազմը նույնն է։ Էրդողանը թվացյալ հոգատարությամբ, Ալիևը ցինիկ ժպիտով, փոխվել է միայն Փաշինյանի լուքը։ Մորուքն այլևս չկա, դեմքին նույնիսկ ժպիտ է երևում այն պահին, երբ Թուրքիայի նախագահն ամենայն հավանականությամբ նրա որպիսությամբ է հետաքրքրվում։ Այն ժամանակ Պրահայում ազդարարվեց հայկական Արցախի վերջի սկիզբը, ինչ օրակարգ է այսօր տարածաշրջանային եռյակի ու եվրոպական առաջնորդների սեղանին արդեն Տիրանայում։ Պարզ չէ։ Մյուս կադրերը պատմում են Փաշինյան-Ալիև շփման մասին, մեկ գավաթ սուրճի շուրջ։ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի կուլիսներում Ալիևն ու Փաշինյանը ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության երկու ստեկ կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի տեքստի համաձայնեցումը, քննարկել ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակությունը։ Առանձին աչքի են ընկնում նաև այս կադրերը։ Մակրոնին ամեն առիթով դատապետող Ալիևը Ֆրանսիայի նախագահի հետ Փարիզն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի ջանքերին վերջնական խաղաղության հասնելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Господин Пашинян, будет ли... Մեկ ստորագրությամբ բոլոր մտահոգությունները կփարատվեն, կնճռոտ հարցերն օրակարգից դուրս կգան։ Մինչև Ալիևի հետ հանդիպումը ադրբեջանական ալիքի հետ զրույցում Հայաստանի վարչապետը հերթով ու համբերատար բացատրել է։ Հայաստանի սահմանադրական դատարանն արդեն արձանագրել է։ Մայր օրենքում հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չկան, ուստի առնվազն տեղին չէ Ադրբեջանի մտահոգությունը։ Я хочу отметить, что уже в согласованном тексте Արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում շատ պարզ եւ հստակ նշված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, հենվելով խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները պետական սահմանների վերածելու վրա։ Սա նշանակում է, որ խորհրդային Ադրբեջանը անկախ Ադրբեջան է, խորհրդային Հայաստանը անկախ Հայաստան։ Սա առաջին շատ կարևոր փաստն է։ Կա նաեւ հոդված, որտեղ ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են հետագայում նման հարցեր ու պահանջներ չբարձրաձայնել։ Այսինքն ըստ էության այն հարցերը, որոնք հիմա բարձրացվում են թե Հայաստանում, թե Ադրբեջանում, լուծվել են խաղաղության համաձայնագրի նախագծում։ Հաջորդը Մինսկի խմբի լուծարման հարցն է։ Սա Բաքվի հերթական պահանջն է։ Օրակարգը Երևանի համար ընդունելի է, վերահաստատում է Փաշինյանը։ Խնդիրը ժամկետն է։ Երևանը պատրաստ է դիմել ՀՀԿ-ին այս հարցով հենց այն պահին, երբ Բաքուն կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության փաստաթուղթը։ мы, к сожалению, видим конкретные политические движения в Азербайджане, которые Մենք ցավոք սրտի Ադրբեջանում տեսնում ենք հստակ քաղաքական տեղաշարժեր, որոնք հիմք են տալիս մտածելու, որ Ադրբեջանում առնվազն կան շրջանակներ, որոնք ուզում են փակել հակամարտության էջը սեփական տարածքում եւ այն արտահանել Հայաստանի տարածք։ Փաշինյանին Բաքվի պատասխանը չուշացավ։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են։ Բաքուն համարում է, որ սահմանադրության հարցում օրինական հիմքեր ունի Երևանից փոփոխություններ պահանջելու, քանի որ այն իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ եւ դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման։ Հաջիզադեն ավելի հեռուն է գնացել մատնանշելով Հայաստանի զինանշանը, որը նրա ձևակերպմամբ տարածքային պահանջներ է արտացոլում հարևանների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը մի բան չի հասկացել, որ բանակցային գործընթացում ոչ թե իր ցանկություններն են որոշիչը, ոչ թե իր արգումենտներն են կարևոր, դրանք լինեն հիմնավոր թե ոչ, այլ ուժային բալանսը։ Իսկ ուժային բալանսը այնպիսին է, որ Ադրբեջանը այսօր հակված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս փուլում մեծ պատերազմի վտանգ չկա, կարծում է Սուրենյանցը։ Սա սակայն ոչ թե հայ-ադրբեջանական դիվանագիտական ձեռքբերում է, այլ աշխարհաքաղաքական իրողությունների արդյունք։ Իրանի եւ Միացյալ Նահանգների մեջ տեղի է ունենում բանակցային գործընթաց, որը դերևս չի արձանագրել մեծ հաջողություններ, բայց կողմերի դիրքորոշումները, երբ մենք դիրքորոշումներին հետևում ենք, գալիս ենք մի եզրակացության, որ Միացյալ Նահանգները հակված չեն Նեթանյահուի օրակարգին հետևել եւ ներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Իսկ սա հույսեր է ծնում, որ
մեծ պատերազմ տարածաշրջանում չի լինի եւ Ալիևը իր հերթին չի կարող օգտվել այդ հանգամանքից, որպեսզի լայնածավալ պատերազմ վարի Հայաստանի դեմ կամ Սյունիք ներխուժելու մտադրություն ունենա։ Լավատեսության հիմքը սա է, բայց սա իհարկե չի նշանակում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու է Ալիևը։ Նա սպասում է իրադարձությունների, որոնք ավելի բարենպաստ կարող են լինել իր համար, օրինակ Զանգեզուրի միջանցքում Հայաստանից զիջում կորզելու նպատակով։ Փաշինյանն ըստ քաղաքագետի հիմքեր է նախապատրաստում այս փուլում ադրբեջանական նախապայմաններին համաձայնություն տալու համար։ Ալիևի ստորագրությունը այսպես կոչված խաղաղության փաստաթղթի տակ Նիկոլ Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է մինչև 2026 թվականին սպասվող հերթական ընտրություններ։ Այստեղ է թաքնված նրա շտապողականության պատճառը։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայելյան, Էպիկենտրոն։